Մենք ենք մի 20 տարի հետո։ Մենք դե որպես լոկալներ ներվայնանում ենք էլի այդ փաստից։ Ինչա կատարվում։ Դե որ չաներ Հայաստան։ Գնամ քաղեմ, տանեմ Հայաստան, տնկեմ 36 եվրո։ Զատո կապրիել եղան։ Խնդրում եմ նայեք ինչ քանակը։ Ձեզ հարգելի հետևորդներ, մեր վիդեոն Ամալֆի մասին սկսում ենք քննադատից, որովհետև այսօր առավոտվանից օրը սկսել է շատ սենց վրազ, մենք ամեն ինչ հասցրել ենք, բայց վերջին վայրկյանին մենք դեռ չենք նախաճաշել, մենք հիմա հասնում ենք Նեապոլ, որտեղից գնալու ենք նավով Ամալֆի ու վերջապես հանգստանանք այս հանգստից։ Всё, թռանք։ Երկու հատ մարգարիտա, մի հատ չիփս, երկու հատ էլ սենդվիչ, մեկը պրոշուտոյով, մեկը մորթադելլայով և ջուր։ Մենք արդեն նստեցինք նավ։ Եվ մեզ ասացին, որ այս նավը ոնց որ Պերեսադկայով է, պետք է գնանք Կապրի, Կապրիից, ինձ կծեցին, Կապրիից ուրիշ նավ նստենք 12 համարի ու տղից նոր գնանք Ամալֆի, Սերժ ուզում է գնա հարցնի կարանք, արդյոք բարձրանանք վերևի հարկ դրսից նայենք նավը։ Հիմա ժամը 15:00 քանիսա, մենք մինչև 6-ը պետք է գնանք, բայց մինչև 6-ը պետք է գնանք Կապրի թե Ամալֆի, չգիտենք, բայց տեսնենք լավ, այսքանը։ Ձեզ սիրուն կադրեր կնկարեմ, եթե կարելի լինի դուրս գալ։ Կապրի չենք մնալու, բայց զատո կապրիել եղան։ Նստեցինք երկրորդ նավը ու հիմա ուղևորվելու ենք ուր? Ամալֆի։ Այո, վերջապես։ Այս անգամ տեսարանը սենց բաց է, ես սիրում։ Մենք ենք մի 20 տարի հետո, 30 տարի հետո։ Հարգելիներս, մենք վերջապես հասանք իմ տեսքը ամբողջ օրը ճանապարհին անցկացրացի տեսքան, հենց որ նորմալ է։ Եվ եկեք ձեզ համար արագ անեմ room tour, որովհետև մեր էստան տերնա թե ով է, պետք է գա մի հատ մեզ ծանոթացնի նորմալ, չնայած մենք արդեն եկել ենք ու երևի դուրս կգանք քաղաք պտտվելու։ Մենք Պուճուրիկ սենյակի կա, հյուրասենյակն է, ստեղ Սերժն է հաց ուտում, այս խոհանոցն է։
չգիտեմ ինչն աստ է հետաքրքիր, ընդհանուր առմամբ դիզայնը շատ սիրուն է, հենց Ամալֆիոտ է, ահա, եկեք մի անգամ գույներն է, լիմոնը իրանց խորհրդանիշն է, եկեք մի հատ տեսարանը նայենք, ես էլ ձեզ պես տեսարանը չեմ տեսել, սեր, վաու, եկանք ինքան սոված ենք, մի անգամից նստեցինք հացուտելու, Սերժը նայեց, ես չէ, վաու, հələ միած ստեղ, դիմոններ են, իդեալական, վայ կներեք, Ամալֆիացի դատի է, սիխյա ջարդվ է ապսոս, անգամ ապսեները իրանց այդ գույների մեջ են, սա ննջասենյակն է, էլի նույն ոճով, ստեղ սիրունագույն դետալներ, սրանք իդեպ փողոցներում տեսել ենք, վաճառում էին սենց բաներ, այստեղ ես եմ, ապաչկեքով, այստեղ ինչ-որ մարդ է, մահարան, սենց բաներ, այս մեր ճամպրուկներն են, և զուգարան բաղնիքն եկեք ցույց տամ ու վերջ, զուգարանի բաղնիքի դուռը սենց է բացվում, իդեպ Վենետիկում էլ էր այդպես, շատ հարմար տարբերակ է, փոքր տարածքների համար, տեսակ խռում է, ինչպես միշտ բիդե և դուշի տեղ։ Վերջ այսքան է ստան հետ կապված, մենք այնտեղ գիրք էլ կար կանոնների կացության ու հենց քաղաքապետարանի դա բաններ, ոնց որ կանոնագիրքներ, երևի բոլոր նրանք ովքեր այսպես տուն են վարձույթով տալիս, պարտավոր են իրենց հյուրերին զգուշացնեն, ուրեմն ամենակարևորը աղբի տեսակավորումն է, որ այստեղ, ես գիտեի Ճապոնիայում են այդպես անում, փաստորեն այստեղ էլ է, որ շաբաթվա ամեն օր մի տեսակի աղբը գալիս են տանում են, այսինքն եթե դու օրինակ չգիտեմ, չորեքշաբթի օրը սննդային մնացորդն են, չգիտեմ, բանանի, կլեպա, ինչա, դրանք են տանում, եթե օրինակ դու այդ օրը առավոտյան չդնես դրանը դիմաց, իրանք չեն գա վերցնի ու դա կմնա մի ուր շաբաթ չորեքշաբթի մինչև որ էլի կգան այդ աղբը կտանեն, մի օր պլաստիկն են տանում, մի օր չոր իրերն են տանում, մի օր թուղթն են տանում, մի խոսքով, այդպես մենք է պետք է տեսակավորենք փաստորեն, հիմա դրա համար այդ աղջիկը գա մի հատ հասկանանք այդ ոնց ենք անում, այստեղ նաև խնդրում էին, որ քիչ անգամ թուղթ օգտագործենք, քիչ զուգարանի թուղթ օգտագործենք, որ, չգիտեմ, առհասարակ էկոլոգիային վնաս չտանք, բացի այդ նաև գրված էր, որ ծովափը ավազոտ է, ու այդ ավազը ոտքերին չգալ ու դուշում ոտքերը չլվալ, որ այդ ավազն էլ չտանի անգամ այդ կանալիզացիան, նենց որ այստեղ կվասեք ցույց տամ աղբի համար մի քանի տարակա անգամ, որ հեշտ լինի տեսակավորելը։ Տեսեք, այնտեղ տարբեր տուփեր կան, որոնց մեջ պետքա դրվի աղբը, այդ ինքը ինձ թվում է կբացատրի։ Այդպես սիրելիներս, մենք ուրեմն այդ աղջկա հետ խոսենք, որ դուրս գանք քաղաք, ձեզ էլի սիրում կադրեր կնկարեմ, հետո կգանք տուն, այսօր մեռած ենք, համարենք այսօրը մենք կորցրել ենք զուտ այստեղից այնտեղ գնալու համար, արդեն վաղվանից full կանցնենք Ամալֆի ռեժիմի և կգնանք ծով։ Ինչ-որ տարօրինակ մասով ենք նու անծանոթ ինչ-որ տեղերով ենք բարձանում, շնորհակալություն լույսի համար։ Եկեք time-lapse-ով ցույց տամ, ոնց ենք կորում ես փողոցներում։
ջելատո վերցրենք։ What's this? Nutella, caffè, Nutella, biscuit, Ferrero, chocolate, pistachio, hazelnuts with Nutella, Gianduia is chocolate with hazelnuts, mint chocolate, Վաղան dark շոկոլադը ուզում։ forest, black cherry, mango, strawberry, lemon, Իսկին dark-ը։ vanilla and chocolate chip, dark chocolate, hazelnuts, dark orange. One hazelnut with Nutella. And one dark chocolate. You want this and that chocolate? Or No, only the dark Only one. dark chocolate. Yes. Որ բան չունի, ես սիրում եմ գիտես կյանքս։ Ոստեղի dark chocolate։ Ամեն դեպքում էլի, եթե հանկարծ։ Եթե ինչ դու կուտես։ Ինչպես կուտեմ միշտ, ինչպես միշտ։ Thank you. Taste test. Очень շոկա։ Wow, այս ինչ շոկոլադ է։ Բայց լավն է, քաղցր չի։ Քաղցր է, շատ դառը չի։ Իսկական շոկոլադ է, ծանր։ Իրակ կոնը սենց հետաքրքիր ձև է։ Սերժին արդեն հալվում է։ Համով է, Սերժ, կտես փորձեմ։ Շատ, բայց սենց է։ Ավելի համով է։ Խիեք տխուր։ Սերժին խնդրել էի, որ ինձ վիդեո նկարի ոնց է, ինչ ա եղել վիճակս, բայց հենց նոր պարզվեց, որ մենք այս պաղպաղակին տվել ենք 36 եվրո, այսինքն 20,000 դրամ։ Ամեն մեկին կմտածեն այդ 10,000 դրամ։ 10,000։ Սրոյից հետո ամեն ինչի գինը հարցնում ենք նա։ Բոժե։ Դե բաստուղի ուզամ։ Այս ծաղիկը, ինչ եկել ենք Իտալիա, Սերժը տարբեր տեղերում տեսնում է, ու ասում է մոտիկից լինի, գնամ քաղեմ, տանեմ Հայաստան, տնկեմ։ Սերժ ջան, ինչ ասեմ, չի աճելու։ Տարական, Ամալֆյան տարական է։ Ամալֆյան տարական, Ամալֆյան Սերժական։ Հոտ չունի։ Որոբետ շատ սիրում եմ, լնայի։ Ինքը սենց չեք պատկերացնում, ինչ հարուստ գույն ունի, ու սենց հերվից չեք պատկերացնում ինչ սիրուն է։ Չորացել է։ Լավ չեն ջերը, Սերժ ջան, լավ չեն նայում ծաղիկները։ Ժողովուրդ, Ամալֆի, մի հատ ինչ ասեմ։ Պոլիցիա մունիցիպալ են չտաներ։ Դեպորտ չաներ Հայաստան, որտեղ է ծաղիկներից չկա։ Ես որոշելի սերեմ, բայց դե ինչ սերեմ։ Ամեն պետք է խնդրեմ, եկի այդ քիփանամ, ասեմ ինձ համար սերեմ ղրգեք։ Են բա հյուրանոցի ձյաձի։ Հա։ 700 դրամարից ջուր ես խմում կյանք։ Այո։ Երբ Ամալֆի կրանտների ջուրը կարելի է խմել կյանք։ Եվ Ամալֆացի պիսով, այ շվախենալու եղավ աշկերդ։ Խնդրում եմ միած ստեղ։ Բարելույց հարգելի հետևորդներ, ոնց հասկանում եք, քանի որ շտատիվ եմ դրել, արդեն միկրոֆոնով եմ, նորմալ քնել եմ, երեք դրանք էլ հավես չունեի անեի, սաղ ձեռքով էի անում, ու այսօրվա մասին ասեցի ասեմ ինչ ենք անելու, ու գնանք արդեն վայելելու, ուրեմն էլ մազերս բնականաբար չեմ սարքել, որտև սա գնալու ենք ծով, մեյքափ չեմ արել, որտև գնալու ենք ծով, տակից հակել եմ կոպալնիկը, որ մի քիչ հետաքրքիր ձև ունի, ու քանի որ վրայից սա հակել եմ, սա մի քիչ տարօրինակ տեսք ունի, բայց it is what it is։ Ուրեմն մենք հեսա գնում ենք նախաճաշենք, տեսնենք ինչ կարելի է ուտել։
որտեղ այստեղ ոչ մի բանի տեղը չգիտենք որն է լավ, որը լավ չի, բանը։ Այդ կինը, որ այս տան տերն է, եկավ մեզ անգամ թղթով սես ցուցակով տվել է իր անձամբ իր ռեկոմենդացիաները, թե որ ռեստորաններ արժի գնալ, որոնք են լավ, դաժե սենց ասում եմ էսի դե ցուցակով իրա, ասենք պիցերիաները, պաստայի տեղերը եւ այլն, սենց առանձին գրած էին, ասենք այդ պիցերիային է, ասում է ամեն ցուցակում առաջին տեղում գտնվողը ամենալավն է, ասեց, բայց էսի էլ լավը չի, սրա խոհարարը գնացել է այս պիցերիան, հիմա սա է ամենալավը, այտենց մեզ թույն բաները, ասենց recommendation տվել, բայց չգիտեմ, ինձ թվում է նախաճաշի համար արժի ուղղակի առաջին պատահած տեղը մտնել, մի բան ուտել, որտեվ այս այդքան է սենց լավ ռեստորան գնալու տեսք չի։ Հիմնականում այս փոքրիկ քաղաքներում գալիս են մի օրով տուրիստները, չնայած Վենետիկում էլ էր տենց, գալիս են, սենց պտտվում գնում են, անգամ ավտո են վարձույթով վերցնում, սենց մի օրում տարբեր քաղաքներով, քշելով գնում են, դրա համար ցերեկները հիմնականում ամենաշատն են տուրիստները, չնայած կարող է չլողանան էլ, բայց ամեն դեպքում պլյաժը շատ լցված չլինի, լողան, այնպես որ գնացինք, ձեզ ինձ հետ բնականաբար կտանեմ, բա դուք չտեսնեք ինչ ենք ուտում։ Հա, ու մեր հետ վերցնում ենք մինիմալ բաներ, այն որ պլաժում թողնելուց չենք վախենա, որ կգողանան, որտեվ կարող է գողանան։ Եկել ենք նախաճաշի։ Սենց ինքը cute, local պիցերիա է։ Իմը կալցոնե է, ինքը փակ պիցցա է։ Կալցոնի թե կալցոնե։ Դեև իրանք են ասում։ Երևի Իսկ Սերժինը կակցիտա մարգարիտա, բայց Մարգարիտա չէ, ռոմանա է։ Վայ ռոմանա է, հա, կներեք, բայց համարյա մարգարիտա է։ Մարգարիտա ուտում։ Հա, որտեղ ինքը ամենտեղ մարգարիտա է ուտում, ու պետք է փորձի տարբեր բաներ։ Դե դավայ փորձի։ Ինչա կատարվում։ Քայլելու տեղ չկա, այդքան մարդ կա։ Ոչ։ Քայլելու տեղ չկա։ Մենք դե որպես լոկալներ ներվայնանում ենք էլի այդ փաստից։ Շում եմ լիմոն նայեք, Սերժ լգնա ձերքիդ համեմա թղթեն են։ Всё, точно, նորմալա կյանք ան գնանք, հա։ Ստուգածա։ Всё։ Մենք գնացինք լողալու, մեզ կներեք։ Ինձ կներեք որպես բլոգեր, ես գնացի հանգստանալու։ Արի ավելի Всё, դուրս կամ տպավորություններս կպատոր։ Ողջետ ինչ հավեստ է։ Բայց ջուրը մի քիչ լսառն է։ Ես որոշեցի գամ պարկեմ արևի տակ մի քիչ զագար ընդունեմ, չնայած ես կուպանիկով շատ տարօրինակ զագարա լինելու։ Սիրելիներս եմ, որ առավոտ ասում էի վերջել մեյքափ չեմ անելու, խափում էի։ Ես սիրունացել եմ։ Մենք հիմա գնալու ենք մեր ընթրիքի համար տան համար բաներ առնենք ու քաղցրել առնենք, որովհետև ստեղ 8-ից հետո ոչ մի բան բաց չի, ոնց որ պետք է նախորդ մտածել դրա մասին, ու նաև, հա, խանութները, ու նաև մեր հիմիկվա ուտելու հարցը լուծում ենք, գնացինք։ Սերժ, ինչ ենք գնել մենք հենց նոր։ Դու որոշեցիր, որ մենք պետք է ապագա երեխայի համար շորիկ։ Այո, ես դա տեսել եմ Instagram-ում, որ քո հանիմունի տեղից գնում ես քո ապագա երեխայի համար իր առաջին շորը։ Հայեր։ Հայեր են, այնա։ Այդ իրանք էին, էլի։ Հա, հայերեն են խոսում։ Անկյանք հայ որտեղ չկա։ Դրա համար մենք սենց շորիկ ենք առել։ Ես վիդեոն ցույց կտամ, Instagram-ի համար վիդեո ենք նկարել, ստեղ էլ կդնեմ։ Դարչին,
կրեմային պանիր ու օրենջ։ Yes. Չեմ հավանելու։ And what about this? What is this? Chocolate almond cake. How much is this? Yes, ranch am uzum, sir. It's with lemon. One cannoli and one esvoyarde de cebolladella. Okay. Քաղցրներն էլ առանք, ընդհանուր կազմեց 14 եվրո։ Եվ մնաց գտնենք սուպերմարկետը, որը մենք պատահական անցել էինք, հիմա հետ ենք գնում, բայց մեկը սենց տենից հետ պետք է գնայինք, որ տուն գնանք։ Ես ցիթապտուղն է։ Ինչ որ սոուսի մեջ հակացում, սախոց երևի։ Չգիտես Օլիվ ներեք մոնգի։ Ես մտածում եմ ես պապից որ ուզենք, հարցնենք սրանցից որը արժի, հետը կամ вообще ոնց սարքենք, որ լավը լինի։ Մենք որոշել ենք սենց դե պելմենի չի եսի, երևի ինչ ա կոչում, ռիկոտա։ Կաստարլատինի։ Ցույց տամ ինչեր ենք առել, դնենք սառնարանն ու գնանք։ Ես վարվել եմ։ Ես շատ սիրուն եմ փաթեթավորած։ Սա առհասարակ իտալական տրադիցիոն ինչ-որ դեսերտ է, մենք ուզում ենք փորձենք Վենետիկում, բայց տենց էլ չստացվեց, առել ենք, բայց քանի որ ամալֆիում ենք, հենց լիմոնի համով, կանոլի, հա, ես սիրեցի, ինչ-որ շոկոլադով բանա, ցանկացած շոկոլադով, ես Սերժի հավանածներ, ու ես իրանց այդ տրադիցիոն բանը խմորն է, որ երեք մենք դրանով ջելատո կերանք, և սենց ինչ-որ բալ... Գիլասա, բալչ։ Հա, գիլասա, ոնց սիստով ենքան սիրուն է, իրանք տարբեր մրգերով ունեին, սենց մենք բալը վերցրինք, գիլասը վերցրինք, որը ամենակյութն էր, իրականում գիլաս չի էլի, դեսերտ ատեց, սկզբի համար տոպրակը ասեմ, որ ինքը բիոդեգրադացվող է, 10-ից 10, ուրեմն, կոլա, կուդա վիզնի ոդա, գարեջուր, ես ենթադրում եմ Սերժը իրա համարը առել, նոն ֆիլտրատա և ես ենթադրում եմ իմ համար մենք որոշեցինք ամեն դեպքում վերցնել ես սրանք և այդ կասայի աշխատողը ասեց, որ կարակ ես տոմատի բազիլիկի սոուսով իրան ուտեք, շատ համով կլինի իրիկունը ChatGPT օգնությամբ կհասկանանք ոնց ենք իրանց սարքում երևի թե այսքանը всё տեղադրեմ սառնարան ու դուրս գանք որտեղ արդեն սոված ենք համեր մայրամուտից չուշանանք այս ծովամթերքից տապակած deep fried ծովամթերքից ուտենք Մենակ կալմարը, հավրեքն է բաներ Che te dico, sì, Mari. E se non può vedere, lei apre per Ես ինչ հա, այս բանա կրիվետկայա, այս սրանք խեցկետիներ են Չէ, ու թոտնուկա Չէ, էսի Հա, չէ, էլի կրիվետկայա Այս ինչ-որ գնդիկներ է Ես ինչ թվա կարտոշկայա Ես սրանք ու թոտնուկ են, վաու Այստեղ կալմար էլ կա ու լիմոն Thank you so Որից փորձեմ, ես սրանից Չգիտեմ Լիմոնը շատ էր եղել հենց ըստ վերևինի վրա, բայց անուղաշ Անուշ Տեղացի ամալֆացի պապիների ձուկ բռնելը տեսնենք Ես է լարը Սերժան գերություն է անում արդեն հետները
Օկիատա։ Օկիատա։ Օկիատաներ են բռնում։ So, I speak. Yeah. Is it tasty fish? No, that's good fish. Oh. All kind of fish, the small one, the big one, that's good fish. But we try to catch a big one. It's so interesting. Ինչ sense bracelet առանք իսկական խունջներով։ Ես վառվել եմ։ Եվ մենք այս Ամալֆի ամենագլխավոր փողոցի վրա ենք ապրում։ Էդի չգիտեմ ասել էի թե չէ։ Всё, հասանք տուն, էլ ոչ մի խանութ։ Ինչպես տեսակ, երեք մենք չհասցրեցինք ճաշ պատրաստել, որովհետև եկանք այդ սուրճը ու դեսերտները խմեցինք, կերանք ու արդեն կշտացանք, նենց որ առանց ոչ մի բան ուտելու պարկեցինք, այսօր առավոտյան արթնացել, առանց նախաճաշելու գնացել ենք ծով, ես փորձել եմ իմ արևայրուքը սարքել ավելի համաչափ, որովհետև երեկվա իմ լողազգեստից շատ տարօրինակ զագար էի ստացել։ Եվ հիմա ճանապարհին գալուց առան ենք երկու հատ ռոլ, մեկը հավի, մեկը կծու, ինչով ռոլ սեր։ Կծու սալամիով։ Սալամիով, հա։ Հիմա դրանք կուտենք ու այդ պելմենիները որ առել ենք, դրա անունը տենց չսովորեցի։ Կուտենք ճաշին։ Այսօր որոշել ենք դուրս գալ զբոսնել այն տեղերը, որոնք որ պետքա գնանք, օրինակ ստեղի այդ գլխավոր տեսարժան վայրը իրենց եկեղեցին չեն եղել, գնանք այնտեղ ման գանք, բայց չնայած այսօր տարօրինակ էր, բայց ավելի շատ տուրիստ կար, քան երեք, չգիտենք ինչով էր դա պայմանավորված, բայց մի խոսքով տենց տեղերը ման կգանք, իրիկունը որոշեցինք, որ 4-ի կողմ նոր կգնանք նորմալ պլյաժ, ծովափ նորից կհանգստանանք, որ արևը այդքան ագրեսիվ չլինի, ջուրն էլ տաքացած լինի, որտեվ ջուրը որ սառնա լինում, ես նորմալ չեմ կարողանում լողել։ Բոլորը փոխանակ պատերին նային ինձ էին, բայց լիքը կանայք, տղամարդ չնայած ու շատ չէ, բայց կային, որ օրինակ կարճ շորտերով էին բան, բայց իրանց չէին տվել դրանցից, չգիտեմ ինչ էին որոշել, որ երևի ուսերը պետք է փակ լինի։ Բայց ընդեր մի հատ աղջիկ կար խոնունից բաց էր։ Չգիտեմ, լավ, իրանց եկեղեցին, իրանց օրենքները մենք ենք հյուրը, մենք ենք ենթարկում, ոչ տենց հետաքրքիր բան էլ եղավ։ Ուրիշ անգամ, որ պետք է մտնեինք, ես ասում էի, չէ Սերժ, արի
հետո կմտնենք, որ ես էլ նորմալ հագնվեմ, ասենց երկար շորի, ոստե նորմալ չէր։ Սերժ ուզում է գնա հենց այն պապիի մոտ։ Հա։ Yes. Taste. Այդ վրան թող կողքից կքերես։ Քաղցր է։ Բայց շատ թարմ է ստեղը։ Հենց լիմոնի համը արտահայտված գալիս է։ Вообще թթուչի շատ լավ քաղցր է, բայց հաստատ ճիշտ որոշում էր մի հատ վերցնել, որտեղ ես այս մենակով այսքանը հաստատ չէի ուտի։ Եկել էինք բարեկամների մագնիսիկներ առնել։ Ես էլ եմ, չեմ մեր բարեկամը։ Իհարկե։ Հա։ Ինչքան։ Կներեք, սա մոռացել էի ցույց տալ իմ բաց թողումներ Սերժ։ Սալյամի կծու։ Տեսեք Սերժը իմ համար ինչքան ֆիլտրեցիներ է գտել։ Cute։ Իմ ձեռքին նույնի գնվածը կա։ Այնիշ կարելի է գալ եւ այստեղից գտնել։ Բայց եկամ հեշտ չի, որովհետեւ շատ հազվադեպ են հանդիպում իրանք։ Մենք իտալական ուտելիքներ ինչքան էլ համով են, բայց արդեն հոգնել էինք այդ շատ։ Հոգնել էի, հա, լավ, ես որոշեցի կարտոշկա ուտեմ վերջապես ու իր հետ նաեւ բուրգեր։ Մենք պատվել ենք նաեւ լիմոնչելո ու ձմերուկչելո։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ընդհանրապես վիդեո չի արել, որտեղ մենք լրիվ անցել ենք պասիվ հանգստի ռեժիմի, նոր ինչ-որ բան հետներս չի կատարվել, բացի նրանից, որ գտել ենք սուպերմարկետ, որը մամին գալի առաջի մեծ սուպերմարկետ, որը սենց մի հատ շատ յուրահատուկ փորձ է տուրիստի համար տեղի սուպերմարկետը լինել, ու մենք չնայած երկու օրը արդեն մի հատ խանութից բաներ ենք առնում, Սերժս մի անգամ ռիզոտո, մի անգամ էլ կապելետի է սարքել։ Տենց նայենք ստեղ ինչ կա հետաքրքիր, վերցնենք կամ չվերցնենք։ Շատ։ Ներես մենք լիքը սյուվիներներ ենք արել, մագնիսիկներ ենք արել, մեր տան անդամների համար էդիշ դժվար բան է, բայց անգամ վիդեո ունեմ տենց ինստագրամում դրա մասին, բայց կարևորը առանք, գիտեպ իրանց այս տոպրակները բիոդեգրադացվող են, եթե չէի ասել հա ասել էի, ես պրոստը հիանում եմ էլի այդ փաստից։ Ուսանք Հայաստանի կառավարությունից ինչ-որ մեկը վիդեոտ կտենա։ Всё, մենք գնացինք սուպերմարկետից ինչ-որ բան առնելու, որ չփակվի։ Հետևորդներ, այսօր մենք պատրաստում ենք տնային պայմաններում, մեզ ոնց որ դուր է եկել, էլի տանը պատրաստել է սենդվիչ, դրա համար մեզ անհրաժեշտ է սենդվիչի իտալական հատուկ հաց, սալյամի կծու, որը ես հավանել եմ ու կներեք, անուն ասեմ, սալտիմբոկա։ Всё, սալտիմբոկա է։ Հեսա։ Բայց այդ գիտեի կտորա նշում։ 4 հատասում սալյամի կծու, որոնք ես այս վերջի 3 օրնա ուտում եմ, շատ սիրել եմ, լոլիկներ, հատուկ իտալական, պանիր, հատուկ, չգիտեմ անունը ոնց է, որ ոնց որ մեր մոտի կապչոնի են պանիրներից լինի, բայց ավելի քիչ աղի։ Սերժ, այս ինչ էր անունը, պրոշուտո։ Սկամորցա, աֆումիչատա։
Okay. Այս պրոշուտոն է, հա։ Այս պրոշուտո, այս խառը կանաչիներ թարմության համար եւ լոլիկն էլ թարմության համար։ Ու երևի թե վերջ։ Ու extra virgin olive oil։ Yeah, սիրելիներս, մեր սենդվիչները պատրաստ են, մենք նաև ապերոլ շպրից ենք գնել։ Всё, մենք անցանք ընթրիքի։ Ձեզ հարգելի հետևորդներ, սա մեր վերջին օրն է Ամալֆիում։ Այո։ Վաղ առավոտյան մենք գնում ենք ու այսօր ինչ չենք հասցրել անելու ենք։ Ջելատո չնայած կերել ենք, բայց չի խանգարի եւս մեկ անգամ ուտել։ Ես առաջի անգամ շոկոլադ չեմ վերցրել, բայց նուտելլա եմ վերցրել։ Սերժն էլի ինչ-որ ալկոհոլային բան։ Մենք արդեն ծովում հասցրել ենք լողանալ, Սերժին այսօր են հասցրել կծեն։ Իմ տեսնելով, այո, ծովում, իմ տեսնելով ինչ-որ ձուկ, մի հատ պապի էլ էին կծել, նույն կծից ուներ ինքը նաև իր ոտին, չգիտեմ, խի տղեկին են կծում, աղջիկներին չեն կծում։ Ահա, էլ ինչ ունենք այսօր անելու, ինչ-որ պետք է մեր սիրելիներին առնենք, չնայած մեծ մասը երեք առնենք, այդ լիմոնչելոներից պետք է առնենք, պետք է գնանք մի հատ տեղ ծովամթերք ուտենք ու վերջ։ Արդեն երեկոյան ավելի պասիվ կհանգստանանք, վեշերը կդասավորենք, իբր հիմա շատ ակտիվ ենք, արդեն մեր վեշերը կդասավորենք, որ վաղը նավով գնում ենք Նեապոլ, ոյ, իմ քթին շոկոլադը։ Որտեղ մենք հենց նոր սպոնտան որոշեցինք բարձրանալ այնտեղ, ու փորձել բարձրանալ, այսինքն մաքսիմալ բարձր։ Ելիներս մենք եկել ենք կրկին Դոնաստելլա։ Մենք այստեղ եղել ենք մեր առաջին նախաճաշին, հետո մենք նայեցինք մեր տանտիրուհու այդ recommendation-ները, խորհուրդները, թե որտեղ արժի գնալ ու հետո տեսանք, որ նշված է, որ լավագույն պիցան ստեղ է։ Դրա համար մենք որոշեցինք նոր բան չփորձել։ Thank you։ Ու գալ ստեղ նորից ինչ-որ թեթև ճաշելու պիցա։ Ու գնանք արդեն քայլելու են վերևները, երեկոյան էլ կգնանք ծովամթերք ուտելու, արդեն նորմալ։ Խնդրում եմ։ Ընթանում եմ այս նախշերի համար։ Մենք անգամ մեր սյուվենիրները, մագնիսիկները, որոնք գնել ենք մեր բարեկամների, հարազատների համար, այդ նախշերով են, որովհետև շատ սիրուն է։ Եվ գեղեցիկ Սերժը։ Ես մի բանն էլ ասեմ, որ Իտալիայում դու կարաս հաշիվ ուզես, դա նշանակում է, որ դու ուզում ես չեկը։ Պարզապես, որ տեսնես ինչքանի եղավ, բայց վճարելու համար պետք է գնաս, այնտեղ վճարես, այսինքն մատուցողին չես վճարում, դու պետք է հելնես, գնաս վճարես։ Չգիտեմ դա միայն Իտալիայում է, թե այլ եվրոպական երկրներում էլ տենց բան կա, թե չէ, բայց մենք մենակ Իտալիայի մասին գիտենք։ Ոնց որ խոստացել էի, գնում ենք վերևները կորելու։ Ամալֆիում ամեն պատերին այսենց միշտ կարելի է սրբերի նկարներ տեսնել, իրանք շատ սենց երկրպագում են, հա կամ նկար չէ, անգամ արձան, մեր պատուհանից էլ, բալկոնից երևում է, այ տեսեք, որ ասում եմ, սովորական սենց աստիճաններով բարձրանում ենք, պատահական հետ շրջվեցինք ու տեսանք, դեռ վիուն չեմ տեսել, բայց հիմա իրար հետ կտեսնենք։ Վաաաա, սեր ստեղ չենք, մենք սենց վյու ենք տեսել։ Պրոստը գիշեր էր, կյանքս չեր էր։ Մենք ես
ջրերի տակ ենք եղել են քարանձավները նայի են այնտեղ ինչ-որ լույս կա այստեղ երբեմն աստիճանները տանում են որևէ հյուրանոց տուն երբեմն էլ ինչ-որ բաց տեղ դրա համար միշտ հարցական է ուր դուրս կգաս այն նավի ընկերությունն է որով մենք եկել ենք վաղն գնալու ենք գնա բայց վաղն էլ մեզ կգաս կտանես թե չտանի Դե դուք ֆիկուս ունեք ու մտածում եք ձեր ֆիկուսը ինչ լավ աճ է, ինչ մեծ է Think twice Իրանց դպրոցն է, ոնց որ սա էլ ես զուտ ես բանից ենթադրում եմ, որ ծննդատունն է, այնտեղ ներսը հեռախոսով ինչ-որ աշխատակիցներ են բայց խեղճ ծննդաբերող են ոնց են ստեղ անել, ես չգիտեմ Ինչ? Բայց լոգիկան ճիշտ է, չէ։ Պատահաբար հանդիպել ենք մեր տանտիրուհուն ու իր երեխաներին ու իր քրոջը ու առաջարկեցին մեզ գնալ իրենց հետ ինչ-որ գյուղ, Իտալիայի ամենափոքր գյուղը, Ադրանի։ Ու նավով, հա? Նավով, վաու։ Մեծ իտալական ընտանիք ենք, էլի։ Պետք է արագացնենք, որ նավին հասցնենք ոնց որ քրիստոնեական տոնը կամ ինչ-որ կոնկրետ սրբի օր է, հա, ինչ-որ սան, բայց չեմ հիշում մի խոսքով, մենք էլ ասեցինք, որ մենք էլ ենք Վենետիկում ունենք Սան Լազարո, այդ կղզին ու այդ եկեղեցին, դրա համար ենք եկել այնտեղ պսակադրվենք, հայկականա, մի խոսքով, գնանք, վաու Maria, piena di grazia, il Signore è con te. Tu sei benedetta tra le donne e benedetto il frutto del tuo seno, Gesù. Ալեսանդրան ասաց, որ պետքա հույս ունենք, որ նավը կհերիքի, այսինքն երևի քանակով է, պետքա հասկանանք։ Վերջացրեցինք մեր տոնախմբությունը ու եկել ենք ընտրելու, բայց քանի որ այս տեղը ոնց հասկացանք շատ հայտնի է, շատ մեծ հերթ է ու պետքա սպասենք մեր սեղանին, որ նստենք։ Okay, սպասենք։
Հարգելի հետևորդներ, այսպիսով, այս տեսարանով մենք ամփոփում ենք Ամալֆիի վիդեոն։ Ինչ ասեմ Ամալֆիի մասին։ Ամալֆին Վենետիկի մասին էլ է եսպես ասում, բայց վերջն է, հաստատ մենք այստեղ վերադառնալու ենք, որովհետև այդ հարսանիքից հետո, մինչև հարսանիքի հետ լարվածությունից, պլանավորելուց, վիզայի հետ կապված, ստեղի ամեն ինչի հետ կապված, որ իրոք Ամալֆին մեզ պետք էր, որ մենք մի հատ հանգստանանք, ուժերը հավաքենք, որ հիմա էլ անցնենք արդեն մեր տան հետ կապված հարցերին, ընտանեկան հարցերին։ Իրոք Ամալֆի պետքա գալ հանգստանալու, մտքերը դատարկելու համար ու չգիտեմ մյուս քաղաքներում մոտակա ոնց է, Պոզիտանո, Կապրի, բայց չնայած գիտեմ, որ այնտեղ բավականին մարդաշատ է, բայց Ամալֆին այդ առումով էլ է դրական, որ այդքան մարդ չկա, ճիշտ է, որոշ ժամերի գալիս են մյուս քաղաքներից տուրիստներ, բայց հիմնականում երեկոյան, ցերեկը այդքան շատ մարդաշատ չի ու հանգիստ կարաս վայելես։ Մի խոսքով մենք Ամալֆին շատ սիրել ենք ու այսպիսով ավարտում ենք մեր ճանապարհորդությունը։ Դուք էլ մնացեք ինձ հետ, որովհետև առաջիկայում շատ հետաքրքիր վիդեոներ են գալիս, չմոռանաք հետևել ինձ Instagram-ում նաև, այստեղ եւ Instagram-ում այս անունով, դե ինչ կհանդիպենք հաջորդ վիդեոներում։